խնդիրները մատնանշվեցին, գործողությունների պլան որպես այդպիսին, ինչ է, այսինքն բավարարվելու եք միայն հայտարարություններով։ Ոչ, լինելու են եւ կրթական ուսումնական միջոցառումներ են լինելու եւ կոնֆերանսներ են լինելու եւ քննարկումներ են լինելու, հրատարակություններ կարող է լինեն, հանդիպումներ կարող է լինեն, շատ տարբեր բաներ կան, այդ ամեն ինչը լրիվ նախատեսված է, սա հայտարարեցինք, որ բացված է եւ արդեն կսկսենք աշխատել ամեն մեկ այդ յաչեյկաներով, այդ բջիջների մեջ, ամեն մեկը կսկսենք աշխատել։ Ասացիք, որ որևէ քաղաքական ինչ-որ բանի չեք մասնակցել գործընթացների, բայց հիմա օրինակ վարչապետը ամեն օր մի հայտարարություն անում, օրինակ չգիտեմ, ցեղասպանության հետ կապված ասում է, մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում, որևէ կերպ ներողություն, դա իրանց առաջնահերթությունների մեջ, եկեք մերն ու իրանց խառնենք իրար հետ։ Մեր առաջնահերթությունների հետ այո, այդ դեպքում բոլոր դեպքերում մենք չենք կարող ընդգրկել 100%-ը։ Եվ Հայաստանի եւ Սփյուռքի, բայց որոշակի լուրջ զանգված կարող ենք ընդգրկել։ Ով որ կմտածի մեր կերպ, ով որ կարժևորի մեր դավանած արժեքները, մենք միշտ իրանց հետ կաշխատենք, իսկ ով որ չէ, ներողություն։ Դա բայց այդ մոլորյալներին ինչ-որ ձևով ձեր դաշտ պիտի բերեք։ Գիտեք, ամենամեծ դասը կյանքումս ես ստացել եմ վեհապարի կողմից, երբ որ հիշում եք գնդեվազի դեպքեր, երբ որ վեհապարի դիմացը փակեցին եւ այլն, այդ օրը այնպես ստացվեց, որ շատ չեմ ուզում երկարեմ, երեկոյան իրար հետ էինք, երեկոյան չէ, գիշերը ժամը 1-ին թե էինք խմում, 6-7 հոգով էինք եւ մեկը ասեց վաղ առավոտյան հայտարարություն տանք, որ դրանց պատժեն եւ այլն, վեհապարն ասեց երբեք ոչ ոք չհամարձակվի։ Մի մոռացեք, որ ես բոլորի հայրապետն եմ, այդ թվում նաեւ այն մոլորյալների, ովքեր որ այսօր իմ անձի նկատմամբ ոտնձգություն արեցին։ Դա մեծություն է, դա ես այդ սկզբունքով ես բժիշկ եմ եւ անգամ այն մոլորյալների, ովքեր որ ինձ բանտ նստացրեցին, եթե վաղը պետք լինի այդ դատավորին վիրահատել, ես համոզված եղեք ամենայն պատասխանատվությամբ առավելագույն կարողություններով դա կանեմ։ Մեր ազգն է, մեր ինքնությունն է, Աստծո արարած են բոլորը, այդ սկզբունքներով պետք է աշխատել։ Ամեն դեպքում փորձանելու եք իշխանությանն էլ բերել հայոց տուն։ Գիտեք, այո, իհարկե այո, փորձանելու ենք, գնալ երկխոսության փորձանելու ենք տալ զարգացման ուղղությունները, որտեղ ինչպես տեսնում եք, ինտելեկտուալ կապիտալը հայոց տան շատ ավելի բարձր է, քան իշխանության ներկայիս ինտելեկտուալ կապիտալն է, հա։ Մենք փորձանելու ենք ինչ-որ խորհրդատվական եւ այլ բաներ անել, կընդունի իշխանությունը, հաճույքով իրանց կտանք, որտեղ ի վերջո դա լինելու է իբարս մեր երկրի, իբարս մեր ժողովրդի, իբարս մեր ազգի։